Այսպես մարդիկ շատ ունենք, որ մեզի ասում են ուրիշ գործով զբաղվեք, այս մարդը ուրիշ գործով կարա զբաղվի։ Ժողովուրդը միշտ ասում է, եթե դուրները չի գալիս, ուրիշ գործով զբաղվեք։ Հիմա այս մարդը ուրիշ գործով ինչ կարա զբաղվի։ Չէ, ասում էր տաքսիկ չի։ Ну, այ որ մեքենա վարում եմ, ավտոմատ ինքը ավտոմատ կառապկա է, վարում եմ սովորական, էլ ոնց ասեմ։ Նորմալ։ Իսկ հաշմանդամություն ինչ։ Երկրորդ խումբ զին հաշմանդամ եմ ես ինքս։ Որ պատերազմի ժամանակ 90-ականների ես բանը կառուցում մարտական։ Ժողովուրդ, տեսախցիկները մի փակեք։ Տեսախցիկները եկեք ստեն, որ բաղորդները չվախենան, համես ստորագրեն։ Մարդիկ վախում են բլոկելու համար։ Գնահատված իրականում եթե գնահատվում ենք հասարակ մարդկանց բանով։ Իսկ վերևների կողմից ու թող իմ այդ բոլորը կհամաձայնեն, որ վերևների կողմից ոչ մի վայնի հաշմանդամ, ոչ մի բան չի գնահատվում։ Այն որ գնացին, այն որ մեծ մսաղած էր, գնացին մտան դուս եկան, ով ինչ դուս ոնց դուս եկա, վետել վերև արծվեց։ Ինչ գնահատականի մասին է խոսքը։ Բնականաբար ոչ մի գնահատական։ Վաղուց եք վարորդ։ Ну արդեն քանի 5 տարի է Yandex-ի վարորդը։ Երբեք վիրավորվել։ 98 թվից։ Որևէ աջակցություն չեք ստացել։ Ну это շատ շուտ 91-ը։ Ներկայումս չունեք որևէ աջակցություն։ Ոչ մի Չապական ապահովական։ Չէ, առողջապահական ապահովություն որ պետք է լինում կա, նամախնդիրները կան, նշի որ չկա, բայց իշմենոմա չգիտեմ, աշխատանքի հետ կապված մեծ սիրով կուզեինք մեր բոլորին, որ աշխատանք տային, չլինենք այն որ սենց աշխատանքի համար։ Նշեցիք, որ կարգի հաշմանդամ եք ներող։ Երկրորդ խումբ։ Անժամկետ երկրորդ խումբ։ Այո, բնականաբար, որ աշխատում ենք, գոնե մեր աշխատածից մի գոնե, մեր աշխատածի 50%-ը մենք տանենք մեր տուն, ոչ թե տանենք աշխատ կոպեկներ։